Նախ մի շարք դահլիճում հնչած անհետեցությունների անդրադառնամ, որից հետո կպատասխանեմ ձեր հարցերին։ Գետ առաջին, ոչ Տարոն Մարգարյանը, ոչ գործով անցնող այլ անձինք մեղք չեն ընդունել, հայտարարել են, որ չեն ընդունում իրենց մեղսագրվող քաղաքական հետապնդման պայմանավորված արարքները, ուստի սա ընդամենը խեղաթյուրում է, ընդ որում խայտարակ խեղաթյուրում ազգային ժողովի ամբիոնից, սա առաջինը։ Երկրորդ, կապված ընթացակարգային տարբերությունների հետ այս մի քանի օրը եւ այսօր մասնավորապես մի շարք լրատվականներում, մասնավորապես Ժողովուրդ օրաթերթում, 168 ժամ օրաթերթում բազմիցս պարոն Մարգարյանի հաստաբաններից Բենիկ Գալստյանը ներկայացրել է այս գործի իրավական հատվածի անհետեցությունները, ընդամենը մեկ նախադասությամբ ասեմ, որ այն ինչի համար փորձում են պարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնել, մի քանի կառավարության նիստը մեկ տեղի է ունենում, լրիվ նույն իրադարձությունները իրականացնում է, նույն գործողությունը իրականացնում է այսօրվա կառավարությունը կապված դպրոցների հետ, ուստի անհասկանալի է, բռնեն ամբողջ կառավարության կազմը դատել։ Ինչ վերաբերում է դպրոցների կառուցման հետ, 7 տարի այս հրաշքները իշխանության են, ու բացեք նայեք, թե քանի տարի մեր թողած դպրոցների, մանկապարտեզների շինարարության պլանը չի իրականացվել, երբ առկա էին թե միջոցները, թե նախագծերը, ամեն ինչ, թե քանի տարի դա չի իրականացվել, քանի տարի թերակատարում ա եղել կապիտալ ծախսերի հետ կապված, եւ այդ ամեն ինչին ծանոթանալուց հետո պարզ կլինի, թե մենք ինչքան դպրոցներ, մանկապարտեզներ ու կապիտալ շինություններ ենք կառուցել, ու իրանք դա ինչի համար են անում են դրա համար, որ գնա կախիչները ստուգի, ցնցուղները տա սրա նրա ձեռքը եւ այլն, ուստի դա նույնպես խայտարակություն է։ Ես նաեւ կուզենայի անդրադառնալ այն հատվածին, երբ անգամ իշխանության ֆրակցիայի падգամավոր Վլադիմիր Վարդանյանը ազգային ժողովի ամբիոնից ասում է, որ մինչև պողպատե հստակ ապացույցներ չլինեն, ազգային ժողով գլխավոր դատախազը ներկայանալու իրավունք չունի։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, նույնիսկ ԿՊ-ի փակ նիստի ժամանակ պարոն Վարդանյանը բազմիցս նշել է, որ մասնավորապես պարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հիմնազուրկ է եւ չէր կարելի այսպիսի թերի թույլ հիմնավորումներով գործով ներկայանալ ազգային ժողով։ Հատուկ նշումներ եմ արել, այնքան սուտ են ասել, հազիվ եմ կարողանում հիշել։ Հաջորդ կետը, որի մասին մի քանի ԿՊ-ական խոսեց, թե ինչի պարոն Մարգարյանը խոսքով հանդես չեկավ, ինչի ինդիմադիրները չէին մասնակցում նիստին, մենք շոուների մասնակից չենք։ Մենք ձեր բեմադրած շոուների մասնակից չենք։ Պարոն Մարգարյանը տարածել է հայտարարություն, պատիվ ունեմ խմբակցությունը տարածել է հայտարարություն, Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը տարածել է հայտարարություն։ Եթե իրենք գրավոր տեքստերը կարդալու խնդիր ունեն, այսինքն զուտ ֆիզիկապես կարդալ չգիտեն, դա առանձին պատմություն է, բայց մեր գնահատականները ու արձագանքերը այս գործընթացին տրվել են։ Չեմ կարող չանդրադառնալ քաղաքացիական պայմանագրի ֆրակցիայի ղեկավարի ելույթին, գիտեք, ամոթից խոսելու, առհասարակ ամոթ բառը օգտագործելու իրավունքը պիտի վաստակես։ Մարդով, որ ում քաղաքական ուժը, ում քաղաքական թիմը հանձնել է Արցախը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից 200 կիլոմետրը գտնվում է ադրբեջանցիների տիրապետության տակ, անցյալ տարի հանձնել է 4 գյուղ, հիմա ինչ-որ հեքիաթներ ա եկել պատմում մանկապարտեզների ու դպրոցների մասին, բայց մասնավորապես պարոն Կոնջուրյանի դեպքում այսքանով չի ավարտվում ամեն ինչը։ Ուզում եմ հասկանալ, ամոթից խոսելու իրավունք իրան տվել են, երբ որ ինքը հժամ կուսակցությունից դուրս եկավ, գնաց լուսավոր, թե երբ որ լուսավորից դուրս եկավ ու եկավ ԿՊ, հələ այս ամեն ինչից զատել իր քավորին ուրացավ։ Ու այդ մարդը համարձակվում է ամոթից եւ նման ինչ-որ դրսևորումներից խոսալ։ Սա շարունակում է լինել Հայաստանում քաղաքական հետապնդումների հերթական արարը, բացարձակ որևէ հիմք
նույնիսկ իրավական գործընթացի համար, սովորական շարքային իրավական գործընթացի համար չկա, ուր մնաց ազգային ժողով ներկայանալու եւ անձեռնմխելիության արգելքը հաղթահարելու, ինչի եմ ես այս ճեպազրույցը տալիս մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը, որովհետև որևէ մեկը չի կասկածում եւ պարոն Մարգարյանի տարածած հայտարարության մեջ նշված էր, որ դերերը բաշխված են, SMS-ները ուղարկված են ու բոլորը գիտեն յուրաքանչյուրը ինչ պիտի անեն ու նույնիսկ այդ հստակ հանձնարարականի պարագայում ԿՊ-ում եղան падգամավորներ, որոնք չդիմացան ու ասացին լավ էս ինչ ծիծաղալու պատմություն է եւ վերջում չեմ կարող չանդրադառնալ քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի այսօրվա ստենդափին, որը ինքը ունեցավ ազգային ժողովի ամբիոնի մոտ, ինձ հետաքրքիր է այդ 5000 դրամը, որ թողեց ամբիոնի վրա, կարող է այն ժամանակ, երբ որ մեկ այլ քաղաքական ուժի անդամ էր ու ըստ մամուլում տարածված տեղեկությունների այդ քաղաքական ուժի կողմից օրինական սոցիալական աջակցություններից փող էր կերել, չեմ հիշում, մի քանի պարկ ալյուր էր, թե մի քանի պարկ շաքարավազ էր, այդ ժամանակվանից է պահել այդ գումարը, թե իր անձնական միջոցներից է, իսկ հիմա սիրով կպատասխանեմ հարցերին։ Այդ 5000 դրամը միայն այդ ԲՀԿ-ի հետ կապված հիշողություններն արտնացրեց ձեր մոտ, թե հանրապետականի հետ կապված էլ ինչ-որ հիշողություններ։ Տեսեք, պարոն Կերակոսյան, իմ մոտ հանրապետականի հետ կապված հիշողություններ չկան, դա իմ ներկան է։ Ես քաղաքական թիմեր կյանքումս չեմ փոխել ու չեմ էլ փոխելու։ Ինչ վերաբերվում է 5000 դրամ, միակ հիշողությունը այս պահին, որը իմ մոտ առաջացնում է 5000 դրամը, դա մեր երկրում ինֆլյացիայի մակարդակն է, թե 5000 դրամով հիմա մեր քաղաքացիները ինչ կարող են առնել եւ ժամանակին ինչ կարող էին առնել։ Այ դա ԿՊ-ի պահած տնտեսությունն է։ Ինչ վերաբերվում է ձեր նշածին, պարոն Կերակոսյան, 7 տարի Նիկոլ Փաշինյանը իր բոլոր հրաշքներով մի ապացույց դրա չգտավ։ Դժվար ես ու դուք հիմա այս պահին կարողանանք դրա ապացույց գտնել։ Անդրոյանը ասում է, ովքեր ընտրակաշարք են բաժանել ընտրությունները, նրանց գլուխները պատերին է տալու, պատերին պետք է տրվի։ Ուրեմն թող Սարիկ Մինասյանը, ով նույն բանն է արել Գյումրիի համայնքային բյուջեի հաշվին, Շիբինի պատմությունը, ինչի համար փորձում են հիմա, փորձում են չէ, արդեն ձերբակալում են Մարտուն Գրիգորյանի որդուն եւ հորը, թող դա փոխանցի Սարիկ Մինասյանին։ Պարոն Համիջանյան, հիմա Գյումրիում ընթացող այս գործընթացները, հա, իրավապահների կողմից, այս ամենը ինչ մտքի է հանգեցնում, ինչ ընտրությունների մենք սպասում։ Գիտեք, ինչ ընտրություններ կլինեն, խոսենք ընտրություններից հետո, բայց ես վստահ եմ, որ այս բոլոր ռեպրեսիաները մենակ մի արդյունք են ունենալու։ Գյումրեցին շատ ավելի մեծ մասնակցությամբ, շատ ավելի պատրաստակամ կմասնակցի համայնքապետի, համայնքի ավականու ընտրություններին, որովհետև ես չեմ կարծում, որ որևէ գյումրեցի կյանքում հանդուրժի, որ Սարիկ Մինասյանը Երևանից ապօրինաբար իրավապահներին բերել է իր համաքաղաքացիների վրա։ Այդ ես վստահ եմ, որ կլինի այս բոլոր գործողությունների արդյունքը։ Շատ ավելի բարձր մասնակցություն այս կիրակի կայանալիք ընտրություններին։